ներկայիս անհասկանալի մի կին $900,000 ամեն ամիս եկամուտ ունի հումքի տեղափոխումներից։ Դա տարեկան մոտավորապես $10 միլիոն է կազմում, $10 միլիոն այս սոված շանը խոզանոցում ներկված պատերին, այդ կեղտի մեջ մեծացածին որտեղից տարեկան 10 միլիոն հնարավորություն աճելու համար։ $500 միլիոն որ փոխանցվել է Ռուսաստան զենք զինամթեր գնելու համար, ուր է այդ փողը, Նիկոլ Փաշինյան։ 120 տոննա սիգարետի մաքս անենք փողը ուր է, Նիկոլ Փաշինյան։ Ես քեզ եմ հարցնում։ 2020-ից 25 թվականները ԿՊ պաշտոնյաների դες ասում են 3.7 միլիարդ $, Հայաստանի Հանրապետության փող են, 3.7 միլիարդ $, միայն այս տարիների ընթացքում 3.7 միլիարդ դրամ, 300 միլիարդ դրամ միայն այս տարիների ընթացքում դու պարգևավճարներս բաժանել, պարգևավճարներ եւ հավելավճարներ։ Պարգևավճարներ եւ հավելավճարներս բաժանել, քո իշխանությունը պահելու համար 3.7 միլիարդ դրամով ես բարձենում։ Դու շիզոֆրենիկ չես։ Դուք հասկանում եք ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Ստախոս այդ ոչնչությունը ստեղծել է իր սեփական օլիգարխին, Նարեկ Նալբանդյանին։ Լավ, եթե քեզ հետ կապ չունի Նարեկ Նալբանդյանը, եթե քո կնոջ հետ նախկին կնոջ, նախկին հարցի, չգիտես ինչպես անվանել, թե նախկին բի հետ կապ չունես, այդ ինչպես է Նարեկ Նալբանդյանին կառավարության որոշմամբ 10 միլիոնանոց Golden Palace-ը տվեցին 10 միլիարդանոց Golden Palace-ը 5 միլիարդով տվեցին։ Ինչպես Սևանի հյուրանոցը, որը $6 միլիոն արժեր, $350,000 սեփականություն տվեցին Նարեկ Նալբանդյանին։ Այդ ինչպես բոլոր 8 խանութների ցանցը իր վրա վերցրեց ծիրանները բոլոր, իր վրա վերցրեց բոլոր շրջկենտրոնների սիտիները, որոնք բացել էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Փակեցին ու տվեցին ու թութին, այդ ինչպես եղավ։ Ինչպես եղավ, որ Շողակն Ադամանդի գործարանը, որի արժեքը մի քանի միլիոն, տասնյակ միլիոն $, էր, մի քանի $1,000-ով դարձավ Նարեկ Նալբանդյանի սեփականություն եւ Աննա Հակոբյանի սեփականությունը։ Ինչպես դարձավ, որ ջրաղացներ ոսկու հանք դարձավ Նարեկ Նալբանդյանի սեփականություն, այդ ինչպես դարձավ